Sareri hovin mernem im yari boyin mernem midari archem desel desnori chucht achkin mernem midari archem desel Այս ճանապարհը տանում է Զառիթափ գյուղ, որը հիմնադրվել է 1826-ից 1828 թվականներին ռուս-պարսկական պատերազմից հետո։ Բնակիչները գյուղ են եկել Խոյից ու Սալմաստից։ Գյուղը փռված է 7 բլուրների վրա և ծովի մակերևույթից բարձր է 1400-ից 2000 մետր։ Գյուղի միջով հոսում է Փշոնք գետը, որի շուրջ տարածվում են ծառապատ լանջերը, որոնց մեջ հազիվ նշմարվում են տների տանիքները։ Այս փոքրիկ դրախտը մայրաքաղաքից հեռու է 140 կիլոմետր։ Գյուղի բնակիչների հյուրասիրությունը, զբաղմունքները, մաքուր և առողջարար օդը, զբոսնելու և հանգստանալու համար հարմարավետ վայրերը տեսնելու համար անհրաժեշտ է գալ Զառիթափ և սեփական աչքերով տեսնել այդ ամենը։ Բացի պարզապես հաս լինելուց Լավաշ հայերի կյանքում հանդիսանում է պաշտպանության նշանակություն ունեցող մշակութային տարր։ Լավաշը հայկական բառ է, որն առաջացել է այն պատրաստելու գործընթացից։ Խմորը հունցելուց հետո այն լավ քաշել եւ բացել են։ Այստեղից էլ առաջացել է լավ քաշած, լավ քաշ, իսկ հետո էլ արդեն Լավաշ անվանումը։ 2014 թվականին հայկական լավաշ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է իր պատրաստման յուրահատկությունների մշակութային եւ ազգային նշանակության շնորհիվ։ Այն զբոսաշրջիկներին, որոնց հետաքրքրում է ավանդական լավաշի պատրաստումը, կարող են բավարարել իրենց հետաքրքրությունը մասնակցելով խմորի գնդման, գրտնման բացման ու թխման գործընթացին, չմոռանալով համտեսել նոր թխման հացը, հենց թոնրի շուրջ։ Զառիթափը իդեալական վայր է նորարկածներ ու տպավորություններ փնտրողների համար, այդ թվում նաև ձիարշավների սիրահարների համար։ Գյուղի բնակիչները ձիերը օգտագործել են ոչ միայն որպես ուժեղ և ծանրություն տեղափոխող կենդանիներ, այլև եղել են ծիսակատարությունների անբաժան մաս։ Ձիավորությունը ակտիվ արձակուրդ անցկացնելու և Զառիթափի արևոտ լեռներից հաճելի հիշողություններ ստանալու հիանալի միջոց է այն զբոսաշրջիկների համար, որոնք գերադասում են բնության և ձիերի նման խելացի կենդանիների հետ շփումը։ Հին ժամանակներում ջրաղացները մեծ դեր են կատարել բնակչության հոգսերը թեթևացնելու գործում։ Դրանք կառուցվել են գետակների և առուների վրա, այնպիսի տեղերում, որպեսզի հնարավոր լիներ փայտե, քարե, հետագայում նաև մետաղյա խողովակներով թեքությամբ գահավիժող ջրի ուժով պտտեցնել թափանիվը։ Մինչև 1940 թվականը Փշոնք գետի վրա գործել է 10 ջրաղաց։ Այժմ մենք գտնվում ենք լքված ջրաղացի մոտ, որը յուրօրինակ կամուրջ է հնի ու նորի միջև։ Այն կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել այն զբոսաշրջիկների մոտ, որոնց հետաքրքրում է ցորենից ալյուր ստանալու եղանակը։
Զառիթափցիների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է։ Բարենպաստ բնական պայմանների շնորհիվ գյուղացիները աճեցնում են բազմատեսակ մրգեր ու բանջարեղեններ։ Այն զբոսաշրջիկները, որոնց համար կարևոր է առողջ եւ մաքուր սնունդ ընդունելը, այստեղ կարող են բավարարել իրենց ցանկությունները, օգտվելով թարմ կաթնեղենից, մսեղենից, մրգերից, ջրերից, մեղրից ու բանջարեղեններից։ Այս մատուռը կոչվում է Սուրբ Հակոբ մատուռ։ Մատուռի կառուցման մասին ստույգ տեղեկություններ չկան։ Առավել տարածված է այն տեսակետը, որ ի սկզբանե եղել է քարավանատուն, այնուհետև վերածվել է մատուռի։ Մատուռը վերանորոգվել, շրջակայքը եւ ճանապարհը բարեկարգվել են վերջին տարիներին։ Գյուղի ժողովուրդը հավատում է, որ այս մատուռը հրաշագործ ուժ ունի, քանի որ օգնում է այն ընտանիքներին, որոնց երկար տարիներ չի հաջողվել երեխա ունենալ։ Զառիթափ գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Վայոց մարզի հուշարձանների ցանկում ներառված է 23 հուշարձան, Քրիստոսից առաջ 2-ից 1000-ամյակի բնակելի ամրոց, դամբարանադաշտ, 17-ից 18-րդ դարերի ամրոց, գյուղատեղ, գերեզմանոց, 16 խաչքար։ Գյուղի մնացած պատմամշակութային հուշարձանները ներառված չեն այդ ցանկում, այդ թվում գյուղի միակ եկեղեցին կամ ինչպես ժողովուրդն է ասում, Ժամտունը, որը կառուցվել է Պարսկաստանից գաղթական ընտանիքների գյուղում հաստատվելուց հետո։ Սուրբ Վարվարա մատուռը գտնվում է գյուղի հարավային մասում եւ կառուցվել է 12-րդ դարում, նաեւ կա մատուռի բակում տեղադրված խաչքարը։ 13-րդ դարի մատուռը հենց այնպես չեն ընտրել այստեղը, ինչ որ կարևոր նշանակության տեղ է եղել եւ գուցե ավելի առաջ ինչ որ սրբատեղի է եղել, ընտրել են այստեղը եւ կառուցել են այդ մատուռը։ Փոքրերի տնքելու տեղ է եղել, փոս է, հիմա այս նկարները դրել են, Մեկ երտագեշ, կատվի ախեն փախացնու, կլել նստել կինու կարասի պրկի, խոտ առնել պիանալ ինել մեջը։ Մուկ կխեղծելով աղաչել աստծուն։ Աստպաժան, ինչ կրակը կցիր տիմը։ Դիկյա ես կարասի մեջ խեղծվեմ էր, համա թե մի կատուի բաժինը չեմ էր աժել։ Ու երդ հետ կատուն իմը ուտել, քան թե կուրսվեմ էր կինու կարասի մեջ։ Հենց այդ վաղթը դոր մեջ չար, կատու կարասի պրկեն ծեն տվեց։ Մկը որ քյոնը խանեմ, կթողես ուտեմ։ Համա թե մի լավություն ար, իմ ես խաթային փրկի, դա այն ետ իշթան, կուզես ենեն ծեն ար։ Կատուն թաթը գցեց, մկանը խանեց, թողեց որ մի քիչ սարաբոտի։ Մուխտու մուկ ելես, փախնես մտնես պատի ծարկը։ Կատուն վիզեց ու ըշկած, ասաց, ինչ է լավ քո սուրբ պայմանը, դու էլ պանսի, մի անվախտս մե պաներ ըսին, իմ կյան կրակը։ Այս տեսանյութի հեղինակները Զառիթափի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներն են։ Այն պատրաստվել է նախագծային աշխատանքի կատարման շրջանակներում եւ նպատակ ունի վերհանել եւ ներկայացնել գյուղի տնտեսական պոտենցիալը, որպեսզի Զառիթափում զարգանա գյուղական զբոսաշրջությունը։